Olá, meus Բարև ձեզ amigos. ընկերներ, բոլորիդ բարի օր, Deus թող abençoe Աստված todos ձեզ առատորեն օրհնի, que և esta թող այսօրվա օրը quinta-feira seja ամենալավը misericórdia լինի para ձեզանից cada um de յուրաքանչյուրի nós. կյանքում։ Como Եթե Jesus հիշում եք, disse, Հիսուսը o հայր մեր pão աղոթք անելուց de cada dia հորից խնդրում էր dai-nos այսպես. hoje. Então, Այսօրվա հանապազորյա հացը não, տուր ինձ։ não vou pedir para amanhã, não. Ուրեմն, Só por ես չեմ խնդրելու վաղվա um համար, outro dia. կամ էլ ապագայի Existe o համար, dia de hoje. ես կխնդրեմ հենց այսօրվա համար, Só existe o dia de որովհետև անցյալը և ապագան գոյություն չունեն, անցյալն արդեն անցել է, de cada իսկ ապագան, վաղվա seja օրը, perfeito. դեռ չի եկել։ O pão da Ուրեմն, saúde física, մենք ունենք o pão da միայն saúde այսօրվա օրը։ espiritual. Ուրեմն իմ É o ընկերներ, mais importante, porque թող այսօրվա մեր բոլորի a nossa հանապազորյա հացը mente կատարյալ é լինի մեզ համար։ dirigida, é guiada Հանապազորյա pelo հացը մեր Espírito de ֆիզիկական Deus. և Então, o հոգևոր nosso corpo առողջության deve համար, vencer, porque որովհետև եթե մեր vai միտքը usufruir առաջնորդվում է dos Աստծո հոգու կողմից, benefícios que Deus մեր tem մարմինը նույնպես prometido կարգին na կլինի, sua santa palavra. որովհետև մեր մարմինը Primeiro tem que ser o reino շատ de Deus. երջանիկ է լինելու, Primeiro tem que ser երբ o մենք ստանանք Աստծո governo բոլոր խոստումները մեզ do համար, reino de Deus բայց դրա na համար nossa հարկավոր է, cabeça, para que որպիսի então մեր մտքում possamos Աստծո արքայությունը obedecer լինի, a sua voz, a sua որպիսի Աստված palavra, o seu կառավարի մեզ, espírito, և para que նույնպես então որպիսի մենք venhamos հնազանդ colher լինենք os նրա ձայնին, frutos նրա da հոգուն, և obediência. դրանից հետո իհարկե Veja que մենք կհնձենք հնազանդության պտուղները, bacana և որքան լավ է, a երբ gente մենք մեր հոգու ներսում այդ ուրախությունն ունենք, com gozo այսպես է ասում na Տեր alma. Աստվածը, այս Assim խոսքերը diz o և Senhor. ձեր և մեր համար է, Assim բոլոր diz մարդկանց o համար է, Senhor ովքեր para որ mim, լսում են հիմա, para você, և para ովքեր որ ցանկանում են todos լսել que Աստծո têm ձայնը ouvidos e և têm իմանալ նրա ouvidos. կամքը իրենց Aqueles կյանքի que համար։ querem Ուրեմն, թող ouvir այսօրվա a ձեր voz de հանապազորյա Deus, հացը aqueles que têm ձեր sede կարիքների de համապատասխան լինի։ saber da Ուշադիր vontade de եղեք, Deus para չի suas նշանակում, vidas. որ դուք Então, ստանալու եք o այն ինչ որ pão ցանկանում եք, nosso do dia որովհետև de hoje սովորաբար մեր ցանկությունները seja հակառակվում են justo Աստծո կամքին, com a բայց եթե sua ձեր ցանկությունը Աստծո կամքի հետ necessidade. համընկնում է, իհարկե դուք Atenção, կստանաք այն ինչ որ não ցանկանում de եք, acordo բայց com շատ a sua դեպքերում լինում է vontade, da այնպես, որ մեր nossa vontade. ցանկությունները As nossas հակառակվում են Աստծո vontades կամքին, և դրա համար normalmente էլ մենք պետք է խնդրենք, contrariam a որպեսզի կատարվի vontade ոչ de թե մեր Deus. ցանկությունը, այլ Աստծո Deixa eu կամքը։ ver. Իսկ Mas եթե quando դուք ձեր nós, ցանկությունները quando nós համապատասխանեցնում եք Աստծո կամքի submetemos հետ, a այդ nossa ժամանակ ամեն vontade ինչ կարգին կլինի։ à Ուրեմն հիմա vontade de ուշադիր Deus, եղեք então և tudo dá լսեք, թե certo. ինչ է գրված Olha só, Աստվածաշնչում։ esse seja o pão nosso Այսպես է do ասում dia de Տերը, hoje. քո Olha só o Փրկիչը, que diz o Senhor. Իսրայելի Assim Սուրբը։ diz o Ես եմ Senhor, Տերը, քո o Աստվածը, teu որ redentor. քեզ É o Senhor ուսուցանում mesmo. եմ, Ele nos ինչ որ redimiu օգտակար է, com որ քեզ o seu առաջնորդում եմ sangue այն pela sua ճանապարհով, vida, com a sua alma. որ դու Ele պետք է deu a գնաս, vida dele pela nossa. Olha և só. այն, ինչ որ Աստված Assim diz o սովորեցնում է Senhor, o մեզ, teu redentor, այդ ամենը, o ինչ որ կարճ Santo de ժամանակահատվածի Israel. համար չէ, այդ Eu բոլոր sou դասերը o մեզ պետք են Senhor, գալու ամբողջ հավիտենությունի համար, և eu ինչպես որ գրված sou է, o քեզ Senhor առաջնորդում եմ այն ճանապարհով, que որ te դու պետք է գնաս։ ensina o que é Աստված չի ասում, útil, que որ te մենք գնալու ենք այն ensina o que é ճանապարհով, որով որ útil, ցանկանում ենք, o que եթե vai իհարկե servir չհնազանդվենք նրան, não apenas բայց para եթե մենք as horas ցանկանում do ենք teu հնազանդվել dia, Աստծուն, mas para լսել նրա toda a ձայնը, eternidade. Que te ուրեմն նա մեզ ensine, կառաջնորդի այն te ճանապարհով, guia, que որը որ մեզ համար direcione օգտակար է a sua լինելու, mente, և o seu կարող է այնպես coração, լինել, que te որ այդ ensina o ճանապարհը que é útil, մեր que te ցանկությամբ չլինի, guia բայց դա Աստծո pelo կամքն է մեզ համար։ caminho que Նա ավելի լավ deves, em գիտի, que թե ինչ deves ճանապարհով andar. է մեզ տանում։ Não é o Եվ երբ մենք caminho որոշում ենք que կայացնում, nós queremos andar, որպեսզի mas o հնազանդվենք caminho Աստծո que արքայությանը, devemos andar. Então, Աստծո ձայնին, está մենք սկսում ենք sujeito ընդունել նրա ao որոշումները, governo նրա կամքը մեր do reino կյանքի de համար, Deus. և Nós մենք այդ ամենը obedecemos, խոնարհությամբ ենք ընդունում։ nós seguimos
Եթե միայն հնազանդվում ենք նրան, եթե որոշում ենք կայացնում հետևել նրան։ Եվ հետո Տեր Աստվածն ասում է. Երանի ուշադիր լինեիր իմ հրամաններին, այն ժամանակ քո խաղաղությունը գետի նման կլիներ, և քո արդարությունը ծովի ալիքների նման։ Եվ այստեղ շարունակվում է. քո սերունդը կլիներ ավազի նման, և քո երանքից ծնվածները դրա հատիկների չափ։ Նրանց անունը չէր ջնջվի և չէր բնաջնջվի իմ առաջ։ Եթե ուշադիր լինեք, ինչպես որ սկզբում Աստված ասում էր. Երանի դու ուշադիր լինեիր, երանի հնազանդ լինեիր, և ես պատկերացնում և հիշում եմ, թե մեր կյանքում որքան ենք մենք սխալ որոշումներ կայացրել։ Մենք պայքարում, տանջվում ենք, ամբողջ ուժով առաջ ենք գնում։ Մենք ամեն ինչ տալիս ենք այդ երազանքի համար, որպեսզի հասնենք դրան, բայց երբ հասնում ենք, մի քիչ մտածելով հասկանում ենք, որ այդ երազանքը, այն ինչին որ մենք հասանք, դա Աստծուց չէր։ Եվ պարզ է, եթե դա Աստծուց չէ, դա սատանայից է։ Երրորդ տարբերակ գոյություն չունի, որովհետև այդ երազանքը մեր սրտի ներսում էր, և սրտի ցանկությունները ճշմարիտ չեն։ Մեծամասամբ սրտի բոլոր մտադրությունները շատ չար են։ Եվ այդ ժամանակ մենք սկսում ենք մեղադրել մեզ, ասելով այսպես. «Ինչ հիմարություն արեցի ես, ինչպես կարող էի թույլ տալ դա։ Ինչու ես այսպես վարվեցի»։ Շատերն ասում են նույնիսկ. «Եթե ես լսեի այն խորհուրդներին, որոնք ինձ տալիս էին մարդիկ, եթե ես ուղղակի լսեի նրանց խոսքը և այդպես չվարվեի, ամեն ինչ հիմա լավ կլիներ, եթե ես լսեի իմ ծնողներին, իմ մտերիմներին, այդ պահին ես սխալ որոշում չէի կայացնի, և հիմա ամեն ինչ լավ կլիներ իմ կյանքում, որովհետև մարդիկ նկատում են, որ այդ որոշումից հետո նրանք տառապում են, և ամենավատն այն է, որ այլևս չեն կարող հետ վերադառնալ և ուղղել այդ սխալը։ Արդեն ամեն ինչ արված է, այդ սխալը դուք այլևս չեք կարող ուղղել։ Դուք արդեն որոշում եք կայացրել, արդեն գործել եք։ Եվ այդ ամենը մնացել է անցյալում։ Դուք այլևս չեք կարող վերադառնալ և փոխել այդ որոշումը, և նույնպես չեք կարող փոխել այդ որոշման հետևանքները։ Եվ միակ բանը, որ դուք կարող եք հիմա անել, ամեն ինչ նորից սկսել և հնազանդվել Սուրբ Հոգու ձայնին, Աստծո կամքին, ասելով նրան այսպես. «Ահա Տեր, ես այստեղ եմ, ընդունիր իմ կյանքը քո ձեռքերում, ուղղորդիր իմ մտքերը, իմ ցանկությունները, իմ բոլոր որոշումները, որպեսզի ես այլևս չսխալվեմ»։ Ասելով նրան այսպես. «Տեր, ես ցանկանում եմ քո ծառան լինել, ցանկանում եմ, որպեսզի դու կառավարես և դու առաջնորդես իմ կյանքը։ Ես չեմ ցանկանում ուղղակի կրոնավոր մարդ դառնալ, ով քեզ համար ինչ-որ աշխատանք է անում եկեղեցում։ Այն ամենն, ինչ որ ես ցանկանում եմ անել քեզ համար, ես ցանկանում եմ ամբողջ ուժով և ամբողջ սրտով կատարել։ Ես չեմ ցանկանում ամեն օր նույն աղոթքն անել քեզ, չեմ ցանկանում կրոնավոր աղոթքներ անել քեզ, այլ ցանկանում եմ, որպեսզի իմ հոգին պարզ լինի քո առաջ։ Նույնիսկ եթե մարդիկ ինձ ատում են, հալածում են ինձ, իմ որոշումները չեն ընդունում, այդ ամենը կարևոր չէ, որովհետև ես ցանկանում եմ քո կամքը կատարել։ Իմ ընկերներ, գիտեք, թե որքան ենք մենք ինքներս մեզ այս նույն խոսքերն ասում. «Ինչու ես այսպես վարվեցի, ինչպես կարող էի ես այդ քայլն անել, ինչպես կարող էի սխալվել այստեղ, որովհետև սա շատ հիմար սխալ էր։ Միթե չէի հասկանում, միթե իմաստուն չէի այն ժամանակ, որպեսզի այդպես չվարվեի, և արդեն ուշ է։ Ես կհնձեմ իմ անհնազանդության պտուղները, որովհետև մարդն ինչ որ ցանում է,
դա էլ հնձելու է։ Եվ ոչ ոք չի կարող կանգնեցնել այդ ամենը։ Ոչ ոք չի կարող ասել այսպես. ինչ որ արել եմ, ես դրա հետևանքը չեմ հնձելու։ Ոչ ոք չի կարող դրանից հրաժարվել։ Սատանան չի կարող արգելել, չի կարող հրաժարվել այդ ամենից։ Նա արդեն սխալ է վարվել և հնձելու է այդ սխալի հետևանքը։ Եվ նույնպես Աստված, նա չի անում այնպես, որպեսզի դուք չհնձեք այդ հետևանքը։ Նույնիսկ եթե դուք արդեն ներողություն եք խնդրել, եթե դուք հասկացել եք ձեր սխալը, Աստված ընդունում է ձեզ, բայց այդ սխալ քայլի հետևանքները դուք ստանալու եք։ Բայց փառք Աստծուն, որ Աստված մեզ կանչում է։ Նա հրավիրում է մեզ ասելով. եկեք ինձ մոտ և կմտածենք, միասին մտածենք։ Եվ դա իրական է, երբ մենք իրապես ցանկանում ենք ճիշտ վարվել, ցանկանում ենք Աստծուց ուղղորդություն ստանալ, Սուրբ Հոգին գալիս է և առաջնորդում է մեզ։ Եվ ընդհանրապես կարևոր չէ, այդ պահին դուք եկեղեցում եք գտնվում, տանը, թե ինչ-որ այլ վայրում։ Երբ մենք խորանում ենք նրա խոսքի մեջ և մտածում ենք այդ խոսքի շուրջ, և մենք փնտրում ենք նրա հասկացողությունը, ինչպես էր Աստված մտածելու այս պահին, ինչպես նա կվարվեր։ Հենց այդ ժամանակ Աստված սովորեցնում է մեզ։ Նա առաջնորդում է, որպեսզի մենք ճիշտ վարվենք։ Ասում է մեզ. իմ որդի, այսպես մի արա, այս ճանապարհով մի գնա։ Ինչպես որ բարի և իմաստուն հայրը սովորեցնում է իր երեխաներին, այնպես էլ Աստված սովորեցնում է մեզ։ Սովորեցնում է, որպեսզի ճիշտ ճանապարհով գնանք։ Եվ նա ասում է ձեզ հիմա. երանի ուշադիր լինեիր իմ հրամաններին։ Դու չէիր տառապի, դու տխուր չէիր լինի, և քո կյանքը այդ վիճակում չէր լինի։ Եվ քո խաղաղությունը գետի նման կլիներ, և ոչ ոք քեզ չէր կանգնեցնի։ Ոչ խնդիրները, ոչ տարբեր իրավիճակները, որոնք դու կտեսնեիր։ Ոչ ոք չի կարող խանգարել այդ գետին, որպեսզի այն հասնի այնտեղ, որտեղ որ Աստված է ուզում։ Եվ ահա Աստված շարունակում է. այն ժամանակ քո խաղաղությունը գետի նման կլիներ, և քո արդարությունը ծովի ալիքների նման, և դրան ոչ ոք չէր խանգարի։ Հիմա ուշադիր եղեք իմ ընկերներ։ Աստված իր անսահման ողորմությամբ վերաբերվում է մեզ հետ ինչպես իր երեխաների հետ։ Եթե իհարկե մարդն ինքը մոտենում է Աստծուն։ Ահա թե ինչ է ասում Աստված. ես եմ Տերը, քո Աստվածը, որ քեզ ուսուցանում եմ, ինչ որ օգտակար է, որ քեզ առաջնորդում եմ այն ճանապարհով, որ դու պետք է գնաս։ Եվ ահա թե խոսքի վերջում նա ինչ էր ասում. քո սերունդը կլիներ ավազի նման, և քո երանքից ծնվածները դրա հատիկների չափ։ Նրանց անունը չէր ջնջվի, և չէր բնաջնջվի իմ առաջ։ Եվ շատ ընտանիքներում հիմա հակառակն է լինում։ Ընտանիքը դա աշխարհում կարելի է ասել ամենասուրբ վայրն է, որ Աստված է միացրել ընտանիքը։ Աստված է, ով ձեզ է տվել այդ մարդկանց։ Եվ ինչ անել, եթե ընտանիքում արդեն խնդիր կա։ Խնդիր, որի պատճառով մարդիկ խաղաղություն չունեն ընտանիքում, անընդհատ վեճերի մեջ են։ Հարկավոր է գտնել, թե որն է պատճառը, որն է այդ խնդիրը, և Աստծո ուղղորդությամբ լուծել դա։ Իհարկե դա միանգամից չի լինի։ Դա մի ամբողջ մեծ գործընթաց է։ Բայց ուշադիր եղեք, քանի դեռ դուք լուծելու եք այդ խնդիրը, դուք չեք կորցնի այն խաղաղությունը, որն Աստված խոստացել է ձեզ։ Եպիսկոպոս, բայց որտեղից այդքան ուժ ինձ, որպեսզի ես լուծեմ այդ խնդիրը։ Ինչպես կարող եմ դիմանալ այդ ամենին։
Ինչպես կարող եմ միշտ Աստծո հետ մոտիկ լինել, նրա ուղղորդությունը ստանալ։ Դա լինում է միայն այն ժամանակ, երբ դուք ծնվում եք Աստծուց, երբ դուք ստանում եք Սուրբ Հոգու մկրտությունը, եւ դրա համար հարկավոր է ամեն ինչ նորից սկսել։ Մոռանալ ամեն ինչ, ինչ որ մինչև այս պահը եղել է, եւ սկսել նորից։ Հարկավոր է, որպեսզի դուք ձեր կյանքն ամբողջությամբ տաք Աստծուն։ Թող Աստված բացի ձեր յուրաքանչյուրի հասկացողությունը հիմա, մանավանդ նրանց, ովքեր փորձում են հիմա ընտանիք ստեղծել, փորձում են ամուսնանալ, կամ էլ փնտրում են ինչ-որ մարդու, ով Աստծուց կլիներ, եւ նրանք երջանիկ կլինեին այդ մարդու հետ։ Հնարավոր է դուք փնտրում եք այն մարդուն, ով միշտ մինչև ձեր կյանքի վերջը ձեր կողքին կլիներ։ Հինգշաբթի օրերին մեր YouTube-յան ալիքում դուք կարող եք դիտել իմաստուն սիրո մասին ծառայությունը։ Դա այն սերը չէ, որը միայն իր ցանկությունների մասին է հոգ տանում։ Այն սերը չէ, որն անընդհատ ցանկանում է վրեժ լուծել։ Ինչպես որ կա իմաստուն հավատ, այդպես էլ կա իմաստուն սեր։ Այդ սերը հիմնված է իմաստուն հավատի վրա։ Դա ոչ մի կապ չունի սրտի ցանկությունների հետ, կամ այն զգացմունքների հետ, որոնք դուք ունեք։ Հինգշաբթի օրերին կարող եք միանալ այդ ծառայությանը։ Կարող եմ ձեզ մեկ խորհուրդ տալ։ Երբ դուք կսովորեք սիրել, այդ ժամանակ էլ սիրված կլինեք։ Թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի, իմ ընկերներ։ Մինչ մյուս հաղորդում, Աստված ձեր հետ։